Սիրելի երևանցիներ, քննարկող նախագիծը պաշտոնապես արժանացել է մեր գնահատականին, ուզում եմ նաև ողջունել նիստերի դահլիճը թողած և օնլայն ես ամենին հուսամ հետևող իշխանական պատասխանատուները և ավականու անդամներին։ Առաջին հերթին ուզում եմ ամենապատասխանատվությամբ հայտարարել, որ մեր խմբակցության համար դիրքորոշումը այսպիսին է մեր խմբակցության կողմից մանկապարտեզներ, չգիտեմ դպրոցներ, տակով արած, իրանով արած, իր մերձավորների անունով կոպեկներով յուրացրած բոլոր անձանց հերնել անիծած, այդ ամեն ինչը պարտակած մարդկանց հերնել անիծած, և այդ ամեն ինչը, այսպես ասենք, այսօր դարձել է ինչ-որ բերանի ծամոն, ոչ մեն է տարատավոր երևույթները, այլև նման շատ այլ երևույթներ են պատճառ եղել, որ 18 թվականի ժողովուրդը դուրս է եկել փողոց ու քվե ա տվել ձեզ, այդ երբ որ ես ասում եմ, որ երբ որ գնաց բացահայտումներ դուք կոնտր քայլ ուզեցական եք, դուք էլ ասում եք, վայ մենք վախենալու, մենք ոչ մի վախենալու բաներ չունենք, Մայր Հայաստան դաշինքը երբ որ ձևավորվել է շարժումը, մարդիկ են հիմնադիրները, ովքեր որևիցե առնչություն չեն ունեցել նախկին իշխանությունների հետ, ի տարբերություն ձեզ, հիմա այդ մասին խոսեմ, արդեն պաշտոնապես հրապարակային հայտարարվել է, որ Նիկոլ Փաշինյանն նախորդ իշխանության կողմից բանտից հանվել, ֆինանսավորվել, մի հանձնաժողով էլ դրա համար ստեղծեք, ուսումնասիրեք, թող լեգալ երևա հայկական ժամանակի ելքերը և մուտքերը, նախկինների հետ մի վարքյան ասոցացված լինելու մյուսի մասին, ձեզանից ավելի ասոցացված նախկինների հետ, դժվար է պատկերացնել, և դուք ես պահին ընդամենը զբաղված եք, հանրության աչքին թոս փչելով և նախկին ժամանակներում տարբեր ձևերով, տարբեր մանկապարտեզներ, գրպանած, յուրացրած մարդկանց արածները պարզաջրելով, լեգալիզացնելով, անցած նիստի ժամանակ թվարկեցիք այդ մանկապարտեզների ցանկացիքը բացահայտելու բան չկա ըստ էության, ամեն ինչ պարզ է, փոխանց մի վարքյան, փոխանցեք այդ ամեն ինչի իրավապահներին, այդ իրավապահները թող զբաղվեն դրանով, չեք անում, հիմա բերել եք ասում եք հանձնաժողով ստեղծենք, որ բացահայտենք են ինչ-որ բացահայտված, Հիմա կարդում եմ 3.420.000 դոլարով վաճառքի է հանվել Երևանում փակված մանկապարտեզներից մեկը։ Ֆիզիկայի գարադոկում, Ալիխանյան եղբայրներ փողոցում։ Ասում եք 3.420.000 դոլարով։ Ու ով է սեփականատերը, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հովանավորյալ Մավել Ղարիբյանը։ Այդ որ գնացել էիք Բաշապարանի տոնակատարության ժամանակ, այդ ձեր կոալիցիոն գործընկերներով, Աղվան Հովսեփյանի հետ ջանգյոլում էիք անում, այդ դուք, այդ Աղվան Հովսեփյանը, այդ էլ իրա հովանավորյալը, որ հիմա փոխանակ գնաք դրա հետևից դրված վաճառքի 3.420.000 դրամով։ Դոլարը հնչել է տո բանով, այդ ինքը բան թարգեք, Տիկին Սինորյան։ Ու առհասարակ, այս ամեն ինչը ընդամենը գալիս է, որ փորձեք ծածկեք սքողեք այն կառավարման կոռուպցիոն և հովանավորչական դրսևորումները, որ ունեք դուք ձեր կառավարման շրջանում։ Այսօրվա հարատավոր երևույթներից խոսում եք, ասում եք, բա 10-20 տարի առաջ սենց վատ բաներ է եղել։ Բավոր ամեն ինչ լավ եղածալներ դուք ինչ գործ ունեիք այսօր ստեղ, արդեն 8-րդ տարին է բոլորում ձեր իշխանության։ Գայիք, բացահայտեիք, անեիք, չեք արել, հիմա ըստ նպատակահարմարության, այն ինչ որ բոլորին է հայտնի, նորից ուզում եք փաթեթավորեք, որ հանրության աչքին թոս փչեք, թե անարդարության ու կոռուպցիայի դեմ եք պայքարում։ Ամփոփ եք բան Սուքերսյան։ Ասենք քարորյա պատերազմի հետ կապված եք հանձնաժողով սարքել, դրա հետևանքները ուր է։ 44 օրյա հետ կապված եք հանձնաժողով սարքել, դրա հետևանքները ուր է։
Թե հանձնաժողովա տենց քննարկենք, կասենք, խոսանք։ Պարոն Սուքասյան, Երևանի հիմա ամփոփում եմ, Երևանի եւ ոչ միայն Երևանի գույքը գրպանած, հիրավի թալանած մարդկանց ապատժելիության հովանավորն եք դուք, ինքներդ էլ դարձել եք խոշոր կապիտալիստներ ու փախարությանը փորձում եք հերթականական կեղծիքի ու ստի միջոցով մոլորեցնել։ Բռնեք բոլորին, ովքեր որ պատասխանատուն, իսկ եթե ընդամենը պետք է աղմուկ ստեղծեք ու ով որ ինչ գրպանել է գնա Մարսի, դուք նրանցից ավելի վատն եք, դուք դա սպիտակացնողն եք, դուք դա լեգալիզացնողն եք։ Պարոն Սուքասյան, հիշեցնեմ, որ ձեր դաշինքի ղեկավարը նաև